Հայք ցանկանում եմ սկզբից խոսենք թերևս արտաքին քաղաքականության ամենակարևոր իրադարձությունից երեք Փաշինյանը Մոսկվա գնաց, հանդիպեց Պուտինի հետ, բայց միևնույն ժամանակ շատ փորձագետներ այն համոզմանն են, որ Փաշինյանի մոսկովյան այցը պայմանավորված էր նրանով, որ Եվրամիությունում կամ Եվրամիությունից Փաշինյանին պահանջել են գնալ Մոսկվա եւ լուծել այսպես կոչված երկաթուղու հարցը։ Նախ կխնդրեմ խոսենք այս մասին, նաեւ այսօր նման հրապարակումներ եղան, խոսենք այս մասին եւ Փաշինյանի մոսկովյան այցը ինչ տվեց Հայաստանին։ Ես չէի ասել, որ միայն երկաթգծով է սահմանափակվում, ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են եւ մենք երեք տեսանք, թե Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, թե այսօր հրապարակված է փոխվարչապետ Օվերչուկի հարցազրույցը, որը նույնպես շատ հետաքրքիր է այդպես մեսիջներ են եւ համահունչ էր Պուտինի ասացին, որ փաստացի ռուսական կողմը առաջարկում է Փաշինյանին կողմնորոշվել, թե նա ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները ընդհանրապես, արդեն ոչ միայն Փեց կամ Հարավկովկասյան երկրագից ընդհանրապես, որովհետեւ երբ որ Փաշինյանը անընդհատ խոսում է մոլդովական սցենարի մասին եւ իրեն սատարող ուժերը, ռուսական կողմը հիշեցեց, որ այդ սցենարը ունի հակառակ կողմն էլ նաեւ, որ Մոլդովայի իշխանությունները, որոնք դիտարկում են ուղղակի եւ հայտարարում են, որ Ռուսաստանը իրենց թշնամին է, որոնք միացել են ամբողջությամբ ԵՄ-ի պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ եւ տնտեսական համագործակցությունը կարելի ասել նվազագույնին են հասցրել եւ այս պայմաններում Ռուսաստանը ասում է թե դուք այդ ճանապարհով եք գնում, եթե դուք դիտարկում եք իրականում ձեր քայլերով ցույց եք տալիս, որ մենք ձեր թշնամիներն ենք, մեկ է կողմնորոշվենք, որովհետեւ այդ արտոնյալ համագործակցությունը ձեր համար տնտեսական օրինակ արտոնյալ մուտքը Ռուսաստանի շուկա, արտոնյալ գնով գազի վաճառքը կվերանայվի եւ հետաքրքիր նույնիսկ Պուտինը չի ասում, որ մենք կարգել ենք եւ այլն, ասում է չէ, կլինի ավելի շուկայականով եւ դրա մասին նաեւ խոսեց Օվերչուկը, երբ որ ասեց, որ մենք եզրին ենք կանգնած արդեն, որպեսզի ամբողջությամբ վերանայել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, նկատի ունելով, որ հիմքերը փոխվելու են, եթե բարեկամ ենք, գործընկեր ենք, դա մի ձևաչափ է համագործակցության, եւ թե դուք ինչպես Մոլդովան կամ այլ երկրներ, այսպես գնում եք դեպի Եվրոպա եւ մեզ դիտարկում եք արդեն թշնամի, լրիվ այլ հիմքերի վրա է դրվելու այդ համագործակցությունը։ Հայք տեսանք, որ մեկ անգամ չէ, որ Մոսկվայից նախ նման հայտարարություններ են լինում, կողմնորոշվեք Եվրամիություն թե ԵԱՏՄ, բայց միևնույն ժամանակ Պուտինը խոսեց նաև գազի գնման մասին։ Սա պատահական էր արդյոք, թե հստակ ուղղված էր մի բանի, որ եթե դուրս գաք ԵԱՏՄ-ից, գազը բնականաբար ավելի թանկ կվաճառվի։ Տեսեք, ինչը բոլոր փորձագետներն են նկատել եւ դրա մասին խոսել են շատերը, որ առաջ անգամ է այսպեսի հանդիպում, որտեղ Պուտինը իր սովորության մեջ չէ այսպես կոշտ զրույցներ իր հյուրերի հետ, այն ղեկավարներ եւ դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես միշտ փորձ է արվում շեշտը դրվել դրական պոզիտիվ բաների վրա, այս անգամ այսպես հստակ մեսիջներ գնացին, նույնիսկ երբ որ նա խոսում է իբր դրական գնահատեց տնտեսական համագործակցությունը, բայց հասկանալի է, որ թվերը լրիվ այլ բանի մասին են խոսում, 11 միլիարդից 6.5 միլիարդ, եթե չեմ սխալվում, արևտաշրջանառությունը։ Դա համար հենց դա էր բոլորի ուշադրությունը ծավալներից, որ հստակ մեսիջներ, որ նախկինում չի եղել, նախկինում Օվերչուկը դժգոհություն հայտներ, Լավրովը, այլ դեմքեր, բայց Պուտինը գոնե այսպես անձնական հանդիպումների ժամանակ ավելի դրականի վրա է փորձում։ Ստեղ արդեն փաստացի ինչպես Օվերչուկը ասաց եզին են ասել եւ արդեն Պուտինն է ուղղակի ասում, որ պետք է կողմնորոշվել։ Ինչպես եք դուք Երևանից տեսնում հարաբերությունները մեր հետ։ Հայք բազմաթիվ է եղել դեպքերը, երբ Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով խոսում են հյուսիսից եկող սպառնալիքների մասին եւ կարծում եմ, որ Ռուսաստանը այդքան ճիշտ է միանգամից հասցեագիր չի նշվում, հասցեատերը Ռուսաստանը չեն ասում, բայց հյուսիսի միակ հարևանը Ռուսաստանն է։ Արդյոք սա Մոսկվայում որոշակի, այսպես ասած, պատկեր չի կազմում իշխանությունների ворթեգրած քաղաքականության մասով, դրա համար է, որ Պուտինը արդեն սկսել է ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ։ Նաև դրա համար տեսեք Միրջանի այցն էր Բրյուսել, երբ որ հանդիպում է Կայա Կալլասի եւ Մարտակոսի հետ, հստակ եթե նույնիսկ Հայաստանի իշխանություններն են խուսափում Ռուսաստանի անունը տալ, ապա եվրոպական պաշտոնյաները չեն խուսափում եւ հստակ են ասում, որ փակ դռներ հետևում մեզանից օգնություն են խնդրում Ռուսաստանի այդ իբր հիբրիդային հարձակումների դեմ, էներգետիկ համագործակցությունում այդ
գումարը որ տրամադրելու են Հայաստանին եւ կապելու են Թուրքիայի էներգետիկ եւ Ադրբեջանի համակարգի հետ, ուղղակի նշում է, որ Ռուսաստանի ցանկած կախված չլինեք եւ Ռուսաստանը դա չեն կարող չնկատել, նույն դուք հիշատակեցիք Հարավկովկասյան երկրագիծը, միջև այդ հեծն էր եւ մենք տեսնում ենք որ ռուսական, եթե հեծի պարագայում այսպես դժգոհություն կար, բայց ավելի զուր Հարավկովկասյանի վաղ ավելի ուղղակի խոսվեց, որովհետեւ հասկանալի է, որ դու արդեն չես կարող դա բացատրել, որ դա բացառություն է, այս կամ այն պայմանով է, հստակ երևում է, որ փորձ անում ռուսական կապիտալը ռազմավարական այսպես ճյուղերից Հայաստանի տնտեսություն դուց մղելու, հասկանալի է, այսօր երեք հեծն է այսօր Հարավկովկասյանն է, վաղը Գազպրոմն է լինելու կամ ռուսական այլ կապիտալ։ Դա ռուսական կողմը ասում է, կողմնորոշվեք։ Հենց այստեղ հետաքրքիրն է, որ ոչ թե Ռուսաստանն է ընտրության առաջ կանգնեցնում, այլ արդեն եվրոպացիներն են ընտրության առաջ կանգնեցել եւ ռուսական կողմն էլ արդեն ստիպված ասում է, եթե այդպես է, եթե ընտրության հարց է, ուրեմն կողմնորոշվեք։ Հիմա եվրոպացիներն դες կփոխհատուցեն այդ կորուստները տնտեսական։ Ըստ Օվերչուկի խոսքերի եւ փորձագետներն են շատերը համաձայն, որ ոչ ցանկություն կա, ոչ հնարավորություն կա փոխհատուցել, որտեվ տեսեք, ես միշտ բերում եմ օրինակը, որ մեր քաղաքացիների հայրենակիցների համար ավելի բարձր է։ Վերցնենք երկու երկիր՝ Վրաստան, Մոլդովա, որոնք երկուսն է ցանկություն ունեն դառնալու ԵՄ անդամ եւ այլն, բայց մի երկրի ամբողջությամբ ենթարկվում է ԵՄ-ից այդ հորդորներին ու ցուցումներին, մյուս ասում է չէ, առաջնորդում է սեփական շահով, չնայած չի հրաժարվում եվրոպական, ես համաձայն չեմ անկացիկ այդ, որ Վրաստանի իշխանությունը պրոռուսական է, Մոլդովան ամբողջ պատժամիջոցները կիրառում է ԵՄ-ի, Վրաստանը չէ, միայն ֆինանսական, որը չի կարող նույնիսկ ցանկության դեպքում խուսափի։ Եվ մեկի համեմատեք տնտեսական ցուցանիշները Մոլդովա եւ Վրաստան եւ ամեն ինչ պարզ կլինի, թե որ քաղաքականությունն է ավելի ճիշտ եւ օգնում է արդյոք Եվրոպան այն երկրներին, ովքեր լսելով իրեն գնում են այդ արճակատման Ռուսաստանի հետ։ Եվ Հայք, հիմա աշխարհը կարծես վերաձևում է, քաղաքական քարտեզները փոխվում են սահմանագծերը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են կրակի հետ խաղալ, այսպես ասած, շատ հետաքրքիր ձևակերպում են տվել մեր ռուս փորձագետներից ոմանք։ Հիմա այնպես է ստացվում, որ Մոսկվան ընտրության առաջ է դնում։ Ընտրության առաջ չէ, բայց ասում է կողմնորոշվիր Հայաստան որն ես ընտրում։ Այս փուլում, երբ որ ընտրություններից մնացել է 2 ամիս, մինչև ընտրությունները, Փաշինյանի ցանկացած քայլը ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա։ Այստեղ բարդ հարց է, ասեմ ձեզ, որտեղ Փաշինյանի քայլերը մի կողմ մեզ հունիսի 7-ին սպասում են ընտրություն եւ մեր հայրենակիցները պետք է այդ ամեն ինչը լավ վերլուծեն, հասկանան, թե իրենց ընտրությունը ինչ հետևանքի ունենալու։ Տեսեք, նույն Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ նշեց, որ մենք հարգանքով ենք մոտիկանում այդ ընտրությանը, որ կատարելու է։ Մենք միայն ասում ենք, եկեք բոլորին հնարավորություն տվեք մասնակցելու, բայց միևնույնն է, ասում է ձերն է ընտրությունը, փաստացի մենք հարգելու ենք ձեր ընտրությունը, որովհետև Հայաստանի քաղաքացին ընտրելու, բայց միևնույն ժամանակ նաև պետք է հասկանալ եւ իմ կարծիքով դա արդար է ավելի։ Եթե դու գնում ես ԵՄ, ում դու պետք է ակնկալես, որ ավելի արտոնյալ պայմաններ, ավելի մեծ աջակցություն պետք է լինի արևմուտքի կողմից։ Եթե դու ներկայիս քաղաքականությունն ես շարունակում, փորձում ես պահպանել հին գործընկերներին, դաշնակիցներին, ապա պարզ է, որ Ռուսաստանը շարունակելու է այդ արտոնյալ պայմաններով գազ, գներով գազ տրամադրել, արտոնյալ պայմաններով թույլ տալ իր շուկա մտնել հայկական ապրանքներին, գյուղմթերքին եւ այլն։ Բայց հասկանալի է, որ բարեգործություն չկա միջազգային հարաբերությունում։ Ցանկացած երկիր իր շահերով է առաջնորդվում, լինի Ռուսաստան, լինի ԱՄՆ, լինի Եվրոպական միություն։ Դա մենք պետք է ինքներս վերլուծենք մեր երկրի, մեր ժողովրդի շահերից ինչն է բխում։ Ցավոք սրտի ներկա փուլում մենք տեսնում ենք, որ հաճախ Հայաստանի իշխանությունների շահերը եւ Հայաստանի Հանրապետության շահերը դա միևնույնը չէ։